Սարգսյան Արամը ասում էր, որ բան լինի, հանկարծ Արայիկ Հարությունյանին գողանան, մենք էլ Ալիևին կգողանանք։ Հիմա Արամ Սարգսյանը իրենց տունն է, Իլհամ Ալիևը իրենց տունն է, Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում, դե գողացեք Իլհամ Ալիևին։ Հա, ասում եք, նույն Արամ Սարգսյանն ասում թուրքերի համբա կգան, ասում ատամնաբուժական ծառայությունների։ Այնա արդեն թեթև վազդանշանը տվել է, որ սիմվոլիկ բաներ է լինելու Էրդողանը։ Այդ Մարգարայի կամրջի մոտ մի հատ ատամնաբուժարան սարքեք, այն ատամնաբուժին էլ որ տարել դպի եք սարքել այդ ֆեյք պատարակի ժամանակ, այդ ֆեյք ատամնաբուժին տարեք դրեք ընտեղ, թուրքերի ատամների հանգիստ Հարգելի գործընկերներ, հանգիստ մի հատ խնդրում եմ լռություն դահլիճում, լռություն, պարոն Քոչարյան, պարոն Քոչարյան, ժամանակը ստոպ Տիկի Ղարդյան, պարոն Քոչարյան, պարոն Քոչարյան, Տիկի Խաչատրյան, Պարոն Բեջանյան, Տիկի Խաչատրյան, Տիկի Նավետիսյան, Տիկի Ղարդյան, հարգելի գործընկերներ, հարգելի գործընկերներ, լռություն, մենք խոսույթի հետ խնդիր չունենք, հարգելի գործընկերներ, Մայր Հայաստանի հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռեք, ես իմ ասելիքը շարունակեմ։ Պարոն Քոչարյան, պարոն Քոչարյան, պարոն Սահակյան, պարոն Քոչարյան, պարոն Սահակյան, շշերը հանգիստ թողեք, վсё, նստեք, շատ լավ, ավարտեցինք, Ժորժ ջան, ավարտեցինք, լավ, հանգիստ, շնորհակալություն, վերադարձանք մեր տեղերին։ Պարոն Սուքասյան, դուք մոտ 2 րոպե ժամանակ ունեք դեռ։ Լավ, Տիկի Խաչատրյան, հարգելի գործընկերներ, Տիկի Խաչատրյան, Տիկի Խաչատրյան, շնորհակալություն, պարոն Սուքասյան, 2 րոպե։ Լավ, վсё։ Այդ ատամնաբուժարանը, որ բացեք, Էրդողանը մի օր սահմանն անցնի, այդ բրբսնյակի ծաղիկներով Էրդողանին կդիմավորեք, կտանեք ատամները կբուժեք։ Ձեր կուսակցության անունն էլ փոխեք, դրեք վիլայետ։ Դուք որ հանրապետությունն ու դուք վիլայետ կուսակցությունն եք, այդ եք դուք։ Սուտ խոսացողին լիքը բազմակետ, ով որ սուտ է խոսում լիքը բազմակետ։ Պարոն Սուքասյան, ստիպված եմ ձեր խոսքը ընդհատել, որովհետև դուք ուղղակի սրում եք, էլի հիմա իրավիճակը չարժի, պետք չի առանց էլ տենց միջադեպ ունեցանք։ Խնդրում եմ, բյուջեի մասով։